Հայաստանում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր։ Մեր օրերում գնալով ավելի է կարևորվում ու արժևորում սոցիալական աշխատողի դերն ու վերջինիս աշխատանքը։ Սոցիալական աշխատողի գործունեության նպատակը մեկն է՝ օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն, ընտանիքին, աջակցել նրան լուծելու իր խնդիրները։ Հայաստանում շատ կարևոր է սոցիալական աշխատողի դերը, քանի որ Հայաստանը գտնվում է սոցիալ-տնտեսապես դժվար իրավիճակներում եւ ավելի քան այսօր կարևորվում է սոցիալական աշխատողի դերը։ Իր աշխատանքի ընթացքում սոցիալական աշխատողը գործ ունի հասարակության ավելի զգայուն խավերի հետ։ Այդ իսկ պատճառով նա պետք է լինի նաև հոգեբան, կարողանա հասկանալ վերջինիս խնդիրներն ու նրան ստեղծված իրավիճակից դուրս գալու համար աջակցել։ Վանաձորում գործող փոքրիկ իշխան կենտրոնում եւս սոցիալ-հոգեբանական եւ կրթական աջակցություն են ցուցաբերում կենտրոն հաճախող 10-ից 18 տարեկան երեխաներին ու երիտասարդներին, նրանց ընտանիքի անդամներին։ Որպես սոցիալական աշխատողներ, երեխաների, երիտասարդների եւ նրանց ընտանիքների հետ տարվում է անհատական, խմբային, ընտանեկան եւ համայնքային սոցիալական աշխատանքներ, փորձում ենք օգնել երեխաներին եւ նրանց ընտանիքներին, որպեսզի հասնենք այն մակարդակին, որ նրանք ինքնուրույն կարողանան լուծել իրենց առջև ծառացած խնդիրները։ Փոքրիկ իշխան կենտրոնի սոցիալական աշխատող Աննա Զալինյանը նշում է, որ այսօր ոչ բոլորը գիտեն սոցաշխատողի ու նրա գործունեության մասին, որն էլ ինչ-որ չափով դժվարացնում է վերջիններիս աշխատանքը։ Հասարակությունը տեղեկացված չի նույնիսկ սոցիալական աշխատողի դերի մասին։ Եվ ես օգտվելով առիթից այսօր ուզում եմ շնորհավորեմ բոլոր սոցիալական աշխատողներին սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ, ցանկանամ մասնագիտական վերելքներ, կայացում մասնագիտական։ Դեռևս 20 տարի առաջ այս մասնագիտության մասին պատկերացում անգամ չկար, իսկ այսօր թեև շատերը տեղյակ չեն, բայց ոմանք գոնե լսել են այդ մասնագիտության մասին։ Այս պահին ոչինչ չգիտեմ։ Տեղյակ եմ, բայց ինչ-որ խոր ուսումնասիրություններ այդ առումով չեմ կատարել։ Իսկ հանրությանը տեղեկացնելու միջոցներից մեկն էլ հեռուստատեսությունն է, նշում է Աննա Զալինյանը։ Հասարակությանը սոցիալական աշխատանքի իրազեկման համար շատ կարևոր է լրատվամիջոցների դերը։ Այս ռեպորտաժը նույնպես խթան կհանդիսանա, որ հանրությունը տեղեկանա սոցիալական աշխատողի եւ սոցիալական աշխատանքի մասին։ Շնորհակալություն եմ հայտնում ՄԻԳ հեռուստաընկերությանը, որ այսօր եկել են եւ շնորհավորում են մեզ եւ առիթ են ստեղծում, որպեսզի ժողովուրդը հանրությունը տեղեկանա սոցիալական աշխատանքի մասին։ Սոցիալական աշխատանքը Հայաստանում նոր ձևավորվող ոլորտներից է, թեպետ շատերը չգիտեն այս ոլորտի ու մասնագիտության մասին, բայց ոմանց մոտ մոտեցումը փոքր-ինչ փոխվել է։ Մարդիկ դիմում են սոցաշխատողին իրազեկվելու իրենց իրավունքների, կյանքի որակը բարձրացնելու, հասարակությանն ինտեգրվելու, բարդություններից հոգեբանական դժվարություններից ազատվելու համար, նշում են մասնագետները։ Տաթևիկ Ղազարյան, Արայիկ Նազարյան, ՄԻԳ հեռուստաընկերություն։